Մեզ միացել Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր վերլուծաբան Շահան Գանտարյանը, բարև ձեզ Շահան։ Բարև ձեզ։ Գիտեմ ինչ վիճակ է Բեյրութում եւ ընդհանրապես Լիբանանում, բայց այսօր մի ավելի դաժան տեղեկություն ստացվեց, փորձենք հաստատել կամ հերքել, որ Իսրայելը հարվածել է այդ ֆոսֆորային մարտագլխիկներով, ռումբերով, այդպես է։ Գա նման դրագություն, գա նման դերգություն, բայց բաշոնապես հաստատված չէ, բայց բավական մտահոգիչ է։ Նախաթեպը գա նախորդ պատերազմական արարներին նման ֆոսֆորային զենք օգտագործվել է, ուրեմն չի բացառվում, որ նաև այս անկրվանին օգտագործված լինի, բայց թերևս բաշոնապես լիբանյան կողմը նման հաստատում չի արել։ Այդ ֆոսֆորային զենքը կիրառվել է նաև Արցախյան պատերազմի ժամանակ, եթե հիշում եք Շահան։ Այո։ Լիբանանի դեմ ռազմական գործողությունները ուղիղ կապված են Իրանի դեմ պատերազմով։ Գիտեք, ի տարբերություն նախորդ պատերազմական անկրվաններին, այս անգամ դարաշրջանային մասշտաբով է պատերազմը։ Ճիշտ է, Լիբանը այս ընդհանուր պատերազմում ազանցիալ անգամանք ունի, բայց կարող եմ ասել, որ Իրանից հետո ամենաթեժ գերը Լիբանանն է, եւ նախքան այս բռնկումը Իսրայելը զսկուշացրել էր լիբանյան կողմին, որ եթե հրթիռներ արձակի Հեզբոլլահը, ուրեմն ամբողջ Լիբանանը կարող է թիրախավորվել եւ անգամ նշել էին մի քանի անգամ ենթակառուցվածքները ընդգծելով նաեւ օտանավակայանը իբրև թիրախ։ Պետք է ասել, որ օտանավակայանը չի ռմբակոծվել, չի հրթիռակոծվել, բայց ճանապարհը ուրեմն դեպի օտանավակայան տանող Բեյրութից ուրեմն այսօր հարձակման է ենթարկվել Հեզբոլլահի կենտրոնատեղերից մեկին Իսրայելը խփել է, հարվածել է այսօր։ Կարող եմ ասել, որ այս բահի թերությամբ օտար ավիաընկերությունները չեղարկել են, արգախել են իրենց սրիչները, բայց լիբանյան ավիաընկերությունը շարունակում է աշխատել հիմնականում եվրոպական քաղաքների ուղղությամբ, որովհետև արաբական երկիրները եւս ներգրավվել են այս պատերազմին եւ բնական է, որ այդ ուղղությամբ թռիչքները չկան։ Ինչն է հատկանշական, որ իսրայելական այդ հարվածներից այսօրվա տեղեկություն է, փրկարարներ են զոհվել, շտապօգնության բժիշկներ, ճիշտ եմ ասում այդ տեղեկությունները, Շահան։ Այո։ Այսինքն Իսրայելը հարվածում է ուրբաթահի առանց թիրախներ ընտրելու, ինչպես ընդունված է այս պատերազմը։ Չէ, թիրախավորված գործողություններ են, բայց առընթեր, եթե քաղաքացիներ կան կամ նման, ինչպես դուք նշեցիք, փրկարար չոգատներ, բնականաբար դժում են, այսինքն 400-ից ավելի զոհեր են արձանագրվել, բազմահարյուր վիրավորներ, ահավոր նյութական վնասներ, բնակարանների կանտումներ, գիտեք, նաև մեկ հիմնական տարբերություն, որ փախստականների հսկայական ալիք կա եւ բարձ է, որ Իսրայելը առաջադրել է անվտանգության կոդի ձևավորել եւ զսկուշացնում է քյուղերի բնակիչներին, քաղաքների բնակիչներին, ուրեմն լքել իրենց բնակավայրերը եւ փաստորեն առաջադրանքը ոչ միայն Հեզբոլլահի թիրքերի հետ քաշումն է Իսրայելի կողմից կամ նահանջն է, ընդհանրապես այդ անվտանգության կոդիները անմարդաբնակ տարածքների վերածելն է եւ որբեսի վերադարձը բացառվի, ուրեմն քանթումը շատ համատարած է։ Այսինքն չի օգնել անգամ լիբանանյան իշխանությունների որոշումը տարանջատվել Հեզբոլլահից։ Չէ, գիտեք, այդ որոշումը կարծում եմ գործադրելիությունը խիստ դարակուսելի է, ավելի պաշտոնական Բեյրութի որոշումը միջազգային ընտանիքին ուղղված ուղերձ է, որ իրենք չեն ուզում մաս կազմել պատերազմին, հետևաբար նաև բացի Հեզբոլլահից լիբանյան պետական կառույցները, հասարակությունը, ենթակառուցվածքը չթիրախավորվի նման գործողությունների համար, բայց ինչպես փորձեցի ասել, այնքան համատարած են, որ նաև դժում են քաղաքացիներ կամ այլ օբյեկտներ, բացի թիրախներից։ Հայտնի է նաև, որ Լիբանանը բանակցություններ սկսելու առաջարկ է արել Իսրայելին։ Կա արձագանքը։
Գիտեք, Լիբանանը միջնորդավորված բանակցել է Իսրայելի հետ, Միացյալ Նահանգների աշխույժ, ուրեմն երաշխավորությամբ, միջնորդությամբ դարիներ առաջ, երբ այդ բանակցությունները հանգեցին ծովային սահմանազատման, ընծովյա էներգիայի բեղման, որոնման, արտահանման նպատակներով։ Գար առաջադրանք նաև նախքան այս բռնկումը պատերազմի, որ նաև ցամաքային սահմանազատումը լիներ, իհարկե անուղղակի բանակցություններ են, որովհետև առ այսօր Իսրայել եւ Լիբանան չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ հիմնական միջնորդը Միացյալ Նահանգներն էր։ Ուրեմն հիմա ավելի համարձակ են հնչում նման առաջարկներ, որ բարձ դարձնելու համար, որ Պաշտոնական Բեյրութը գոմ չէ պատերազմին եւ պատրաստ է վերսկսել բանակցություններ։ Ինչն է հետաքրքիր, Լիբանանում իրավիճակի սրման պատճառով Ֆրանսիան է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել։ Այո, Հանրապետության նախագահը դիմել էր Ֆրանսիային, որպեսզի ճնշում բանեցնի կամ միջնորդի, որպեսզի հրադադար լինի, նաև գոչ էր ադել Միացյալ Նահանգներին, որպեսզի ճնշեն Իսրայելի դադարեցնելու համար իր հարձակումները Լիբանանի վրա, բայց կարծում եմ մինչ այժմ թերևս դեսանելի չէ հրադադարի որևէ համաձայնություն։ Հայաստանում շատ է քննարկվում այդ թունավոր օդի արկայությունը տարածաշրջանում, մտավախություն կա նաև, որ դա կհասնի նաև Հայաստան, իսկ Լիբանանում ինչ վիճակ է։ Ասում են դրա հիմնական պատճառը նավթավերամշակման գործարաններին թիրախավորելն է եղել եւ հարվածելը։ Սա դարաշրջանային մակարդակով լուրջ խնդիր է, որովհետև Իրանը հարվածում է նաև արաբական երկրների նավթարդյունաբերության կենտրոններին, բացի դրանից արդեն օգտագործված զինատեսակները նաև կենսոլորտային լուրջ խնդիրներ կարող են առաջացնել եւ առաջացնում են պաստորեն։ Նման երևույթներ գրանցվել են նաև նախորդ պատերազմական արարներին, բայց այս անգամ մասշտաբը, ծավալայնությունը այս բոլորի շատ ավելի է եւ թերևս որևէ ելք չի կանխատեսվում, հստակ շատ անորոշ է ընթացքը եւ նաև այդ ընթացքի գանքարը, եթե ոչ ավարտը, գուցե ժամանակավոր գանքարը եւս թերևս տեսանելի չէ ամենայն դեպս։